վերաբերյալ, խնդրեմ այս մասով ձեր խոսքը եւ մենք այն օրերն ենք ապրում, որ տեսանք նաեւ Վարդան Ղուկասյանին քաղաքապետին ընտրված տարա եւ կանոնավորեցին 2 ամսով, այս մասով ունեք ձեր ասելիքը փոխանցելու եւ ամենավերջում կուզեմ նաեւ անդրադառնալ մի քիչ առաջ ուղղակի Հովանավակում խայտարակ իրավիճակ է, Տեր Արամը, որ այլևս կարգալից եղած է եւ ինչպես ասում են եկեղեցականներով, եկեղեցական տերմինոլոգիայով նաեւ այսպես է, որ հերձված է այլևս ինքը եւ չի կարող կանոններ, այս կարգալից եղած կանոն չի կարող որևէ կարգ, ծիսակարգ տարակ անցկացնել, պարզապես խայտարակությունը Հովանավանքում մենք ականատես է եղանք, համեցեք։ Նոր հենց վերադարձել եմ Էրեբունի բժշկական կենտրոնից եւ տեսակցել եմ պարոն Սամվելյանին, նաեւ փոխանցեմ, որ պարոն Սամվելյանի առողջական վիճակը իմ կողմից բավականին դրական էր գնահատվում, որտեղ արտաքին տեսքը, խոսքը, քայլվածքը նույնիսկ քայլեց, նույնիսկ ինձ ասաց, ես ուզում եմ քեզ սուրճ հյուրասիրեմ, նույնիսկ հյուրասիրեց, միտք է հյուրասիրել, այսինքն այդքան լավ վիճակում էր նա գտնվում։ Ինչու էր, քանի որ գտնվում էր բժիշկների մշտական վերահսկողության տակ 2 շաբթի օրվանից, գրեթե 2 շաբթի օրվանից, 2 շաբթի օրը, ուրեմն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Կարեն Անդրեասյանին ծանուցել է իր կողմից ընդունված վճռի մասին։ Վճռում գրված է, որ Կարեն Անդրեասյանի իդեմս, այսինքն Կարեն Անդրեասյանին են փոխանցել, բայց իդեմս Հայաստանի Հանրապետության կառավարության խախտվել են Ստեփան Սամվելյանի հիմնարար իրավունքները։ Նրան պատշաճ բուժօգնություն չի տրամադրվել, պատշաճ խնամք չի տրամադրվել, հետևաբար պարտադիր է Հայաստանի Հանրապետության իշխանության համար նրան տրամադրել պատշաճ խնամք, այդ թվում նաև անցկացնել փորձաքննություն, տեսնել արդյոք նրա այս հիվանդությունները, այն ինչ որ իրեն հետապնդում են, այսինքն պահում են կալանքի տակ, դրանք համատեղելի են, թե ոչ, դրանք պարտադիր պայմաններ են, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի կատարել։ Այս փաստաթուղթը ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունները որոշում են էլի դիմել ինչ-որ աճպարարությամբ, արագորեն պարոն Ստեփան Սամվելյանին տեղափոխում են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, այնտեղ իրեն հետազոտում է նեֆրոլոգը եւ ասում է, որ արդեն ժամանակն է դիալիզի անցնելու համար, որից հետո տանում են Էրեբունի բժշկական կենտրոն եւ այնտեղ անմիջապես լցվում են գործի, սկսում են իրականացնել դատաբժշկական փորձաքննություն, որպիսի արդյունքներ ցույց տան, բայց արդեն ակնհայտ է, որ դատարանը որոշում է կայացրել, որով գրված է սևը սպիտակի վրա, որ Հայաստանի Հանրապետությունը խայտառակ խախտում է թույլ տվել մարդու հիմնարար իրավունքի վերաբերյալ, այսինքն մարդուն վերաբերվել են ոչ մարդկայնորեն, զրկել են նրան բժշկական օգնություն ստանալու իրավունքից, նաև զրկել են նրան մինչև այդ ամենը, նաև փորձաքննություն, ամենակարևորը նաև փորձաքննության հետ կապված հարցի լուծումից, այսինքն երբ արկա է փորձաքննության տվյալ, ապա մարդուն իրենք իրավունք չունեն պահել կալանքի տակ։ Հիմա այս երկու դեպքում, որ մարդը նման ծայրահեղ հիվանդ է, ոչ բուժօգնություն են տրամադրել, ոչ էլ նրան փորձաքննության են ենթարկել, որպեսզի ազատեն կալանքից։ Այս պայդրությամբ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ 2 միջանկյալ որոշումներ կան, դատական ակտեր միջազգային դատարանների կողմից։ Մեկը վերաբերում է սեփականության իրավունքի խախտմանը, դա վերաբերում է Սամվել Կարապետյանի գույքին, որի վերաբերյալ կա միջազգային նորից դատարանի արբիտրաժային դատական ակտ, եւ այս արբիտրաժային դատական ակտի վերաբերյալ հայտարարվեց կառավարության կողմից, որ մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ ակտը ըստ էության չեն կատարելու։ Նրանք ասացին, որ իրենք այդ ակտը իբրև պիտի չկատարեն։ Հիմա Կարեն Անդրեասյան այս պահի դրությամբ կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված դատական ակտ։ Խնդրում եմ պարզաբանես այս ակտի վերաբերյալ ձեր դիրքորոշումը, ինչ եք անելու, այս պահի դրությամբ, այո, պարոն Ստեփան Սամվելյանը գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում, բայց բացի Էրեբունի բժշկական կենտրոնից նա պետք է ստանա համապատասխան բուժօգնություն։
Ինձ պետք է դու բացատրես, ինձ եւ հանրությանը, այս որոշումից հետո պարոն Սամվելյանը որ բժշկական կենտրոնում պետք է ստանա համապատասխան բուժ օգնությունը, որը ցուցված է իրեն բժիշկների կողմից։ Հարց 1, որ բժշկական կենտրոնում պետք է նա ստանա։ Հարց 2, երբ է ավարտվելու դատաբժշկական փորձաքննությունը եւ երբ է տրվելու դատաբժշկական փորձաքննության վերաբերյալ համապատասխան եզրակացությունը։ Հարց 3, երբ եք նախաձեռնելու պարոն Ստեփան Սամվելյանի ազատ արձակումը։ Դուք Եվրոպական դատարանին գրել եք, որ արդյունավետ միջոցը վերաքննիչ դատարան ներկայացվելիք բողոքն է։ Վերաքննիչ դատարան ներկայացվել է բողոք իմ կողմից եւ ամսի 30-ին վերաքննիչ դատարանը պետք է որոշում կայացնի։ Պարոն Կարեն Անդրեասյան, այս դատական ակտը, որ դու ստացել ես, որի վերաբերյալ 2 ամիս նամակագրություն էիր վարում Եվրոպական դատարանի հետ, արդյոք փոխանցելու ես վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե թե Լիաննա Աբգարյանին, արդյոք դու փոխանցելու ես այդ դատական ակտը, որին դու 2 ամիս տենչում էիր, որպեսզի ամեն ինչ անեիր, որպեսզի այդպիսի դատական ակտ դու չստանայիր, բայց ստացել ես։ Հիմա այդ դատական ակտը, քանի որ դու նաև Մելիքյանից էիր, Վահագն Մելիքյանից էիր պահանջում փաստաթղթեր, հիմա այս փաստաթղթերը պահանջում էիր, ստացել էիր, ուղարկել էիր Եվրոպական դատարան, Եվրոպական դատարանի առջև ասում էիր, որ ամեն ինչ արվում է պարոն Ստեփան Սամվելյանի համար, բայց փաստը այն է, որ Ստեփան Սամվելյանի համար չեք արել, պարտականությունները ձեր չեք կատարել, ամեն ինչ չեք արել, նախնամքը պատշաճ կարգով չեք կազմակերպել, նրան պատշաճ կարգով բուժօգնություն չի տրամադրվել, հետևաբար, այս որոշումը, որը ստացել ես Եվրոպական դատարանի կողմից, Կարեն Անդրեասյան, կփոխանցես Լ. Աբգարյան վերաքննիչ քրական դատարանի դատավորին, ով ես վերջերս ուզում էր դառնալ Վճռաբեկ դատարանի անդամ, այդ տիկնոջը կփոխանցես, որպեսզի այդ տիկինը մինչև ամսի 30-ը իր որոշումը կայացնելը հետամուտ լինի նաև այդ դատական ակտի կատարմանը։ Այն, որ դուք այս ովքեր, որ այս ընթացքում կեղծ լուրեր եւ կեղծ տեղեկատվություն են փոխանցել մարդու իրավունքների Եվրոպական դատարանին, դրա համար էլ առանձին հաղորդում է պատրաստվում առերևույթ հանցանքների մասին, որը կներկայացվի իմ կողմից իրավապահ մարմիններին։ Սա այս 2 ամիսների ընթացքում իմ եւ հանրային լսարանի այն ջանքերի վերաբերյալ, որը մենք գործադրեցինք, որպեսզի Ստեփան Սամվելյանի առողջական վիճակը գոնե առնվազն մենք կարողանանք պահպանել, որպեսզի նա չզրկվի կյանքից։ Եվ ես որպես հաջողություն եմ արձանագրում այն, ինչ որ մենք արել ենք, այն բոլոր բողոքները, որ ներկայացվեցին իմ կողմից Եվրոպական դատարանին, այդ բողոքները, կներեք մի հատ էս հեռախոսազանգին պատասխանեմ, որտեղ Գրիգոր Լուսավորիչից են զանգահարում։ Այո, լսում եմ ձեզ։ Հա։ Դուք թողեք անվտանգության աշխատակիցների մոտ, ես լիազորագիրը ձեզ նաև ուղարկել եմ էլեկտրոնային փոստով։ Հա, ես որտեղ մոտենամ, որպեսզի առավոտը փոխանցեմ Էրեբունի հիվանդանոցին այդ փաստաթղթերը եւ էլեկտրոնային կրիչներն է կան, չէ՞, այդ ստենտավորման դիսկի։ Հա, ամբողջ ում մոտենամ ես, ասեք, ես կմոտենամ կվերցնեմ։ Ես անվտանգության աշխատակցին երբ որ փոխանցեմ, ձեզ զանգահարեմ հավելյալ ասեմ, հա ում եմ։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն ձեզ։ Մինչև քանիսը կմոտենաք մեր աշխատակցին։ Երևի մինչև 8:30-9 ամենաուշը։ Լավ, Հա, շնորհակալ եմ։ լավ, առայժմ։ Տեսեք, ուրեմն պարոն Կարեն Անդրեասյանը, որ sense նամակներ էր գրում մարդու իրավունքների Եվրոպական դատարանին, նաև այս ամբողջ փաստաթղթերը, որը կազմվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում,
Իդեպ ես ընդեղի բժիշկներից շնորհակալություն եմ հայտնում, որովհետև բացի այն, որ պրոֆեսիոնալ բուժօգնություն էին տրամադրել, նաև փաստաթղթերի մեջ առանց որևիցե շեղումների ճիշտ ներառել էին պարոն Սամվելյանի առողջական վիճակի վերաբերյալ տվյալները։ Այսինքն որևիցե բան չէին կեղծել, ինչ որ կար, դա ներառված էր։ Հիմա ինչ է տեղի ունենում, այս ներառված փաստաթղթերը, որը պետք է հասնեին, այդ թվում նաև ստենտավորման վերաբերյալ, այդ կորոնարոգրաֆիայի վերաբերյալ, նաև դիսկը, այդ էլեկտրոնային կրիչը, այլ փաստաթղթեր, նրանք պետք է տրամադրեին նաև, այսինքն տրամադրել են դատապարտյալների հիվանդանոց այդ ՔԿՀ-ին, բայց այս ՔԿՀ-ն, դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ն եւ առողջապահության այդ ՊՕԱԿ-ը քրեակատարողական հիմնարկների, այս առողջապահության ՊՕՀԱԿ-ը եւ այդ թվում նաեւ դատավորը դատաբժշկական փորձաքննության համար կարևոր նշանակություն ունեցող այս փաստաթղթերը մինչեւ հիմա չեն տրամադրել ոչ դատաբժիշկներին, ոչ էլ Էրեբունի բժշկական կենտրոնին։ Եվ քանի որ Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկները ասում են, մենք տեսնում ենք, որ նման միջամտություններ են կատարվել, բայց այս նման միջամտությունների վերաբերյալ տվյալները, որը մեր համար շատ կարևոր են, մեզ չեն փոխանցել։ Դա կորոնարոգրաֆիայի դիսկն է, դա այդ անոթների փակված, այդ տեղադրված ստենտերի դիսկն է, դա չեն փոխանցել եւ այլն։ Հիմա ստիպված ես այսօր առավոտ գնացել եմ Գրիգոր Լուսավորիչ կենտրոն, դիմումը գրել եմ, ինձանից լրացուցիչ լիազորագիր եմ պահանջել, դա ներկայացրել եմ։ Հիմա այս մարդիկ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից պատրաստել են այդ ամբողջ փաթեթը, եւ ես սա պետք է ինքս վերցնեմ, տանեմ Էրեբունի բժշկական կենտրոն։ Մինչդեռ պարոն Ստեփան Սամվելյանը, Կարեն Անդրեասյան, լավ ես լսում, լսի։ Մինչդեռ պարոն Ստեփան Սամվելյանը մեր պետության իրավազորության եւ վերահսկողության տակ է գտնվում, քանի որ նրա նկատմամբ կալանքի որոշում կա։ Հետևաբար ամբողջ պատասխանատվությունը եւ այս փաստաթղթերի տեղաշարժը եւ նաեւ տնօրինությունը ձեր իրավասության ներքո էր։ Ինչու՞ չեք փոխանցել այս փաստաթղթերը։ Ինչ եք պահել այս փաստաթղթերը դիտավորյալ ձեր մոտ եւ չեք տրամադրել բուժ հաստատությանը։ Եվ չեք տրամադրել նաեւ դատաբժիշկներին։ Ինչու՞։ Ես հասկանում եմ նրա համար, որպեսզի ասեք, որ ոչ, ամեն ինչ լավ է, մարդը նենց առողջ է, վազում է, երգում է, պարում է, այնպիսի ախորժակով սնվում է, 5 աստղանի հյուրանոցում ապրում է, այնպիսի մի սնունդ ենք մենք իրեն տրամադրում, որ որևից հետեղ ինքը այսպիսի սնունդ չէր կարող ստանալ կամ օգտվել նման սնունդից, դրա համար եք պահել, բայց այնուամենայնիվ չկարծեք, որ նահանջողներ կան եւ մինչեւ վերջին պահը ցանկացած մարդ, ով մեղսակից է եղել պարոն Սամվելյանի առողջական վիճակի այսպիսի վատթարացմանը, նա պետք է կանչվի պատասխանատվության։ Հետամուտ ենք լինելու եւ ես եւ պարոն Սամվելյանը, եւ պարոն Սամվելյանը պետք է ունենա ավելի երկար կյանք, քան բոլոր նրանք, ովքեր այսպիսի ապօրինություններ թույլ տվեցին, եւ հենց ինքը իր կյանքի օրոք պետք է տեսնի այդ ապօրինությունների վերաբերյալ պատասխանատվության կանչված անձանց։ Վարդան Ղուկասյանի մասով ուզեմ խոսենք, ինչ է ունենում, խնդրեմ։ Ուրեմն շատ անդուր մի երևույթի մենք հանդիպեցինք, հարգելի քաղաքացիներ, այդ անդուր երևույթը դուք տեսաք բոլորդ տեսաձայնագրությունների միջոցով, Գյումրի քաղաքապետարանում ոնց էր զորքը Երևանից բերված ինչ-որ ԱԱԾ եւ ոստիկանական զորքերը ներխուժել էին Գյումրիի քաղաքապետարան, Գյումրիի քաղաքապետարանի գույքը փչացրել էին, կոտրել, ջարդել, քաղաքապետարանի աշխատակիցների եւ քաղաքապետարանում գտնվող գյումրեցիների նկատմամբ կիրառել էին բռնություն, գործադրել էին բռնություն եւ նաեւ ընտրված քաղաքապետին առանց հիմքի
տարբեր մեր որոշումներ է կայացվել ձերբակալություն իրականացնելու համար, ըստ էության առանց օրինական ձերբակալման հիմքերի, նրան այդտեղից առևանգել են եւ բերել են ուր Երևան, սկզբից հակակոռուպցիոն կոմիտե քննիչի մոտ, ապա տարել են հակակոռուպցիոն դատարան։ Ուրեմն տեսեք, որպեսզի մարդուն ձերբակալեն, կան դրա համար օրենքով նախատեսված հիմքեր։ Պարոն Ղուկասյանին ձերբակալելու համար, այդպես որ գային, վայրագ մտնեին, ջարդ ու խորթանեին, չգիտեմ ինչերով զբաղվեին եւ հետո հետնամուտքից կոտրեին դուռը, ապակիները, լուսամուտները կոտրեին եւ նրան առևանգեին, դրա հիմքերը գոյություն չի ունեցել։ Այդ հիմքերը կարող էին արկա լինել, եթե պարոն Ղուկասյանին օրինական կարգով ծանուցեին, նա չկար, ինչ որ դրա համար անհրաժեշտ լիներ զորք ուղարկել, բռնություն գործադրել, հետո առևանգել։ Այսինքն այս հիմքերը չեն եղել։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները, իդեմս գործադիր իշխանության, չարաշահելով իր իշխանությունը, այսինքն այդ լիազորությունները եւ պարտականությունները, կատարել են հատուկ օպերացիա եւ այսօրվա դրությամբ առանց ըստ էության զրկել են ընտրված քաղաքապետին քաղաքը ղեկավարելու հնարավորությունից։ Ինչ են արել։ Եկել են այդ վայրագներով, մտել են քաղաքապետարան, քաղաքապետարանում ջարդ ու խուրդ են կազմակերպել, մարդկանց են եւ բարոյապես եւ ֆիզիկապես վնասել եւ այդտեղից առևանգել են տարել են պարոն Ղուկասյանին։ Ուրեմն ինչ մեղադրանքի հիմքով են այս ամեն ինչը կազմակերպել։ Պարզվում է ոմն անց, ով ունի ինչ-որ ապօրինի կառուցապատում կատարվելու հետևանքով առաջացած ինչ-որ ապօրինի շինություն։ Այս անձը ցանկացել է մի վարքյան նորից Գրիգոր Լուսավորիչն է, մի վարքյան։ Այո, լսում եմ ձեզ։ Ասեք։ Սահակյան, ահա, շատ լավ։ Արայիկ, շնորհակալ եմ։ Լավ։ Ստեսություն։ Ուրեմն Սահակյան Արայիկի մոտ է անվտանգության, տեսեք ինչ բարեխիղճ մեզ պատասխանեցին։ Տեսեք ինչ է կատարվել։ Ոմն ինչ-որ մեկը, ով ունի ապօրինի շինություն, ցանկանում է իր ապօրինի շինությունը օրինականացնել, ինչ-որ տարիներ շարունակ գործընթացների մեջ է, այնքան վաղեմություն ունի, որ պարոն Ղուկասյանը այդ ժամանակ ոչ եղել է քաղաքապետ, այդ ընթացքում իր հետ որևիցե առնչություն չունեցող մի անձ ցուցմունք է տալիս, որ իբրև թե իրենից պահանջել են կաշառք եւ նա պատրաստվել է այդ կաշառքը տալ։ Ոչ կաշառքը կա, ոչ գումարը կա, ոչ տալ եւ վերցնելու կամ փոխանցելու ոչ մի բան չկա, պատրաստվում էր նա անել։ Հարց է տրվում քննիչի կողմից, դուք ճանաչում եք պարոն Վարդան Ղուկասյանին։ Ասում է ոչ, չեմ ճանաչում։ Իսկ դուք շփում ունեցել եք պարոն Վարդան Ղուկասյանի հետ։ Ասում է ոչ, չեմ ունեցել։ Ես իրեն ոչ ճանաչում եմ, ոչ է տեսել եմ, իրեն տեսել եմ միայն հեռուստացույցի էկրանից։ Սա այդ անձն է, ով ունի ինչ-որ ապօրինի շինություն, որ ուզեցել է օրինականացնի եւ ինչ-որ իրեն պատրաստվել է ինչ-որ մեկին կաշառք տալ։ Այս հիմքը մեկ։ Այսինքն մի հիմք ցուցմունք, որով ասվում է, որ ինքը պարոն Ղուկասյանին ոչ տեսել է, ոչ նա իրենից ինչ-որ բան է պահանջել, ոչ իրեն ճանաչում է, ոչ էլ ունեցել է որևիցե առնչություն։ Երկրորդ հիմքը դա ինչ-որ ձայնագրություններից սղագրություններ էր ներկայացվել դատարանին, դատական լսումների ժամանակ, սեղմագրված ինչ-որ խոսակցություններ։ Երբ պաշտպանական կողմը, ես եւ իմ գործընկերը պահանջեցինք ասում եմ ստուդիո, пожалуйста, ցույց տվեք, այդ դրեք, լսենք, հեռուստացույցը կա, դատական նիստերի դահլիճում տեխնիկական հնարավորությունները կան, բերեք այդ տեսաձայնագրությունները կամ ձայնագրությունները, որոնք դուք ձեռք եք բերել, հիմա կասեմ այդ ձեռք բերելու նաև
հիմքը որտեղ է, ինչ որ դատական ակտի հիման վրա։ Մենք բերեիք քննչական հատուկ քննչական չէ, հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներ, նախկինում էր հատուկ քննչական, հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներ, մենք բերեք այդ ձեր ձայնագրությունները, պահանջեցինք բերեք, կտրականապես դեմ արտահայտվեցին ձայնագրություն ներկայացնել դատարանին։ Դատարանը եւ մենք, այդ թվում նաեւ Վարդան Ղուկասյանը, այդ թվում նաեւ քննիչները, այդ գիշերային դատալսումների ժամանակ որևիցե ձայնագրություն չի հետազոտվել, այսինքն դատարանին հասանելի չի եղել որևիցե ձայնագրություն, որը կարող է ձեռք բերված լինել ինչ որ դատական ակտի հիման վրա, որ կատարվեր օպերատիվ հետախուզական միջոցառում, ներքին դիտում, արտաքին դիտում, հեռախոսազանգերի վերահսկում եւ այլն, ոչ մի ձայնագրություն չի հետազոտվել։ Դատարանին ոչ մի ձայնագրություն չի տրամադրվել։ Այստեղ, այսինքն հավաքել են, սեղմագրել են, ինչ որ բաներ կտրել են, կարել են, դրել են եւ այլն, ու կազմել են արձանագրություն, դա են ներկայացրել դատարանին։ Հաջորդը, այս էլ ավարտեցինք։ Հիմա պարզվեց, ուզում ենք իմանանք, այս ձայնագրությունները, որ այս արձանագրությունը կազմել եք, դե վերջի վերջո, երբ միջամտություն է կատարվում մարդու անձնական եւ ընտանեկան կյանքին, ապա պարտադիր դա կոնվենցիոն իրավունք է, դա սահմանադրական իրավունք է, անձնական կյանքի միջամտելու արգելքը, միայն կա բացառիկ պայմաններ։ Մենք ուզում ենք իմանանք այդ բացառիկ պայմանները որն էին, եւ դա պետք է տեղի ունենա լրացուցիչ սանկցիավորման գործընթացով, այսինքն դատական ակտի միջոցով։ Այդ դատական ակտը որն է, որ դատավորն է կայացրել, այդ դրան մասին տվյալներ չկան, մենք դատական ակտ չենք տեսել։ Դա էլ պահանջեցինք, դա էլ կտրականապես մերժվեց։ Միայն մենք տեղեկացանք, որ պարոն Վարդան Ղուկասյանը անմիջապես պաշտոնը ստանձնելուց հետո, Գյումրիի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո, նրա նկատմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում է կայացրել, միջամտել նրա անձնական եւ ընտանեկան կյանքին, տեսաձայնագրել ներքին դիտում, արտաքին դիտում, վերահսկողություն իր բնակարանում, որտեղ ինքը ապրում է իր ընտանիքի անդամների հետ, իր աշխատավայրում, իր մեքենայում, իր հեռախոսում, ամեն ինչը պետք է դիտեք, ներքին դիտում, արտաքին դիտում, դիտեք, լսեք, ձայնագրեք, հավաքեք, ում կողմից, նորից եմ կրկնում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից։ Լավ, եթե այս քրեական դատարանը որոշում էր կայացրել, բայց հակակոռուպցիոն քննիչները այս որոշումը ոնց են ստացել։ Հիմա տեսեք, հակակոռուպցիոն քննիչները այս որոշումը սկսում են աշխատացնել, այս որոշման ներքո ձեռք բերված ինչ որ ապացույցները, որոշում են օգտագործել երբ հոկտեմբերի 1-ից հետո անմիջապես, երբ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից իր հայտնի այդ ճառն է հրապարակում, որտեղ բռնության կոչ է անում ըստ էության Գյումրիի քաղաքապետի վերաբերյալ։ Եվ դրանից հետո անմիջապես ստեղծվում է ինչ որ ամսի հոկտեմբերի 18-ին, ստեղծվում է քննչական խումբ։ Դուք պատկերացրեք, ինչ որ մեկը եկել է ասել է, որ ինձ պահանջել են կաշառք, որը ես չեմ ճանաչում այդ մարդուն եւ չեմ տեսել եւ այլն, ինչ որ վերացական մի հատ հաղորդում է ասում, խոսում այդ մասին, ինչ որ ցուցմունք ասում, եւ դրա հիման վրա ստեղծվում է 21 հոգանոց հակակոռուպցիոն քննիչներից կազմված քննչական խումբ, 21 հոգի, ոչ սպանության գործեր, ոչ չգիտեմ ինչ գործեր, ինչ որ մի հատ խուժան կներեք բառիս համար,
ինչ-որ կաշառք վերցնելու եւ այլն, որը չի կարող մեղսագրվել նոր ընդդիմադիր քաղաքապետ ընտրված անձին, ով ունի բավական երկար տարիների աշխատանքային փորձ որպես քաղաքապետ, ով գիտի ինչպիսի որակի իշխանության հետ ինքը գործ ունի, ուր մնաց, որ այդպիսի որակի իշխանության պարագայում, որ գիտի անընդհատ հետապնդում են, ցանկացած տեղ հետապնդում են, ինքն էլ այդ մասին ասում է ժուչոկների եւ այլնի մասին, պետք է ինչ-որ խոսի կաշառքների մասին, դուք պատկերացնում եք, այսինքն այս աբսուրդայնությունը, այս իշխանությունների եւ նրանց կազմված եւ գործերը եւ հրապարակումները, այս աբսուրդայնությունը։ Ամսի 18-ին ստեղծվում է 21 հոգանոց քննչական խումբ։ Հարգելի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, դուք ինձանից բազմիցս ստացել եք առերևույթ հանցանքների մասին հաղորդումներ, որոնք կապված են մարդուն կյանքից զրկելու հետ, կոռուպցիա, որը տիրում է բժշկական ոլորտում, կոռուպցիաներ, որոնք գործում են բժշկական ոլորտում, որոնք մահ են պատճառել մարդուն։ Այս ուղղությամբ այդ քննչական խումբը չստեղծեցիք, մի րոպեվա մեջ չբացահայտեցիք, բացահայտված արդեն իսկ հանցագործությունները, հիմա այս 21 հոգին ստեղծել եք, որպեսզի հարձակվեն կարևորագույն Հայաստանի Հանրապետության քաղաքի վրա, Գյումրիի վրա, որ Գյումրին դառնա քաոսային գոտի, հա, դրա համար եք այս 21 հոգյանից խումբը ստեղծել։ Այլ կերպ ես չեմ կարող այս ամենը նկարագրել եւ բնորոշել։ Հիմա այս վերաքննիչ դատարան մենք պետք է բողոքարկենք նաեւ այս դատական ակտը։ Հիմա տեսեք, այս դատական ակտը 44 էջանի է, որով կալանավորվել է պարոն Ղուկասյանը։ Բայց այս 44 թերթանի դատական ակտի մեջ պատճառաբանություն եւ վերլուծություն բաժնում դատարանի բացարձակ նյութ գոյություն չունի։ Այս սղագրությունները, որը կատարվել է եւ մցրել են այստեղ, այս սղագրությունները, հարգելի դատավոր Վարդգես Սարգսյան, այս դատական ակտը, որ կայացրել եք, սա գիտեք, այս դատական ակտի համար դուք պատասխանատվություն պետք է կրեք։ Մենք սա վերաքննիչ բողոքարկելու ենք, այդ թվում նաեւ եթե վերաքննիչը չբավարարի մեր բողոքը, մարդու իրավունքների եվրոպական դատարան նույնպես ենք բողոքարկելու։ Բայց դուք մարդու հիմնարար իրավունքը ազատությունից զրկում եք, դուք մարդուն հիմնարար իրավունք եք սահմանափակում, բայց չեք նայում, որ այդ հիմնարար իրավունքի սահմանափակման հիմքում չկա ապացույց դրված։ Այդ հիմնավոր կասկածը, եթե դուք ուզում եք հաստատեիք այս սղագրություններով, որի ձայնագրությունը դուք է չլսեցիք, մենք է չենք լսել, որովհետև նման ձայնագրություն գոյություն չունի։ Եթե ունենար, այդ ձայնագրությունը ձեզ էլ մեզ է կներկայացնեին։ Հիշում եք, չէ՞, նույնիսկ դուք առաջարկեցիք, ասեցիք եկեք ընդհատենք, ես ընդմիջում կհայտարարեմ, քննիչներ, գնացեք բերեք այդ ձայնագրությունը։ Ինչ ձեզ պատասխանեցին։ Ասին ոչ, ձայնագրություն մենք ձեզ չենք ներկայացնելու։ Իսկ ինչու չեն ներկայացնում։ Բա որ չներկայացրեցին ձեր ձայնագրություն։ Այդ ոնց որոշեցիք, որ հիմնավոր կասկած կա։ Դուք ինքներդ ընթերցեցիք այդ ցուցմունքը, որտեղ նշված էր, որ ոչ մեկին կաշառք չի տրվել, պարոն Վարդան Ղուկասյանին այդ ենթադրյալ ինչ որ կաշառք տվողը ընդհանրապես գրել էր իր ցուցմունքում, ոչ ճանաչել է, ոչ տեսել է, ոչ երբևիցե առնչություն է ունեցել։ Միայն տեսել է հեռուստացույցի էկրանից։ Բայց այս դեպքում, եւ նաեւ այն դեպքում, որ պարոն Ղուկասյանի նկատմամբ անմիջապես նրա պաշտոնը ստանալուց հետո տեղի է ունեցել այս գաղտնալսման գործընթացը նրա եւ ընտանիքի անդամների, բայց դուք այդ դատական ակտն չեք տեսել։ Հղում է կատարվել արձանագրության մեջ ինչ-որ դատական ակտի վրա, բայց դատական ակտը չտեսնելով այսքան, այս որակի հիմքերով, դուք ինչպես եք հիմնավորել հիմնավոր կասկածը, մնացած բաների մասին չեմ խոսում։ Ուրեմն որևիցե կերպ այդ մարդը
Պարոն Ղուկասյանը պետք է իր պաշտոնում գտնվեր եւ կատարեր աշխատանքը, դուր պետք է փախներ, կամ դա այդ մարդը տենց փախնող մարդ պետք է լիներ, որ պետք է փախներ, ընդհակառակը, այս մարդիկ իրենք են ստանցնել պարտականություն, որ չեն փախնելու, ընդհակառակը պայքարելու են, դուք այդ ամեն ինչը շատ լավ գիտեիք, որից է հիմք ձեր այս այսինքն առաջնահերթ հիմքը հիմնավոր կասկածի այս բացակայության պայմաններում մնացած հիմքերի մասին նույնիսկ պետք չէ անդրադառնալ եւ խոսել։ Դա է օրենքի պահանջը։ Հիմա այս մարդը, այս Վարդգես Սարգսյանը, դատավոր, ով սովորել է Ճեմարանում։ Ես չգիտեմ, Ճեմարանում սովորելիս մարդիկ Աստծուն մոտենում են, թե հեռանում են Աստծուց։ Բայց այնուամենայնիվ այս ձեր դատական ակտը խոսում է Աստծուց հեռու լինելու եւ արդարադատությունից ընդհանրապես կիլոմետրերով հեռու գտնվելու մասին։ Այսքանը այս ձեր դատական ակտի մասին, որը բողոքարկվելու է։ Այս պայդրությամբ Գյումրիում բազմաթիվ քաղաքացիներ ձերբակալվել են եւ կալանավորվել են, որովհետև համարձակություն են ունեցել բողոքել ապօրինությունների դեմ։ Այսօր Գյումրին դարձել է ռեպրեսիաների կենտրոն այսօրվա այստեղի գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից։ Բայց ովքեր որ Գյումրին լավ ճանաչեն, ովքեր ճանաչեն Գյումրիի ցավը, ապա կհասկանան, որ այդ մարդիկ այն կրած 30-ամյա ցավերին իրենց դուք չեք կարող ավելորդ ցավ պատճառում եք, բայց այդ ձեր ցավը տեղ չի հասնի, իրանք ձեզանից չեն վախենալու։ Երկրաշարժ տեսած Գյումրին, որը հիմա փոքր ինչ վերածնունդ է ուզում ապրել, ձեր բռնաճնշումներից չի վախենալու։ Ոչ մի գյումրեցի ձեր բռնաճնշումներից չի վախենալու։ Այնպես որ դուք պետք է զգաստանաք եւ խորհուրդ եմ տալի նահանջեք։ Այսքան բան։ Եվ Տիկին Փոստանջան այդ Արամի հետ կապված ավելի շուտ Ստյոպա Ասատրյան։ Գիտեք, ես Օհանավանքում մեկ շաբաթ առաջ էի, Կիրակի օրը, դա եզակի մի վայր է եւ այդ վայրից ես նաեւ արեցի փոքր տեսանյութ եւ նաեւ ֆոտոշարք էի հրապարակել, իմ ֆոտոշարք էի հրապարակել եւ իմ այսպես ասած զգացմունքներն էի փորձել փոխանցել մեր հանրությանը եւ իմ նման մտածող մարդկանց։ Վանքը ինքը շատ ճկնախ է եւ տեղը եւ պատերը եւ չորրորդ դարից սկսած հիշատակումը, իսկ ես կարծում եմ դա ավելի հին է, նաեւ մեր այն հին նախնիների սրբատեղին է եղել, որի վրա հետագայում կառուցվել է եկեղեցին եւ վանքը։ Այդ վանքում պետք է մեր արարողակարգերը եկեղեցական կատարեն իրապես մեր եկեղեցու ազնիվ սպասավորները, այլ ոչ թե նման անձինք եւ շատ ճիշտ է, որ նման անձինք ովքեր որ դրա պարտականությունը եւ պատասխանատվությունը չեն կարող ստանձնել, նման անձանց հենց հասարակությունն է մերժում, հենց եկեղեցու հետևորդներն են մերժում։ Սա շատ կարևոր պայման է։ Եվ երբ սկսվեց գործադիր իշխանության կողմից մեր հավատքի նկատմամբ նաև ոտնձգությունները, այսինքն երբ եկեղեցու ղեկավար կազմի նկատմամբ հայտարարություններ են արվում եւ այդ հայտարարությունները չունեն հիմքեր, այսինքն եթե կանոնակարգային խախտումներ կան եկեղեցում, ապա դա գործադիր իշխանության իրավասության ներքո չէ, որտեղ եկեղեցին ինքը առանձին իր ղեկավարման կանոնակարգումները ունի։ Ամեն մի ընտանիք իր կամ համայնք իր կարգավորումները ունեն, իրենք են որոշում ինչպես ապրել, ինչպես առաջնորդվել։ Եթե այս մարդիկ չեն թույլ տվել իրենց քրորեն հետապնդելի արարքներ կամ վարչական իրավախախտումներ, ապա
գործադիր իշխանության որևիցե մի ներկայացուցիչ իրավունք չունի այդտեղ քիթը մտցնել կամ ձեռքը մտցնել կամ ոտքը դնել, այդտեղ դա այդ իրավունքը արգելված է, եւ եթե նրանք նման ոտնձգություն են անում, ապա նրանք խախտում են հիմնարար իրավունք, մարդու խղճի ազատության իրավունքը, որը նույնպես կոնվենցիոն իրավունք է, որը նույնպես պաշտպանվում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ այս ուղղությամբ նույնպես մենք կարող ենք հայցեր ներկայացնել մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հիմա մենք տեսանք, որ ամիսներ շարունակ անընդհատ տեղի է ունենում գործադիր իշխանության կողմից ոտնձգություն կոնվենցիոն իրավունքի նկատմամբ։ Համատարած, այսինքն դա հայ առաքելական եկեղեցու հետևորդները շատ մեծ են Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Այսինքն մի հսկայական միլիոնավոր մարդկանց խղճի ազատության միջամտություն է տեղի ունենում գործադիր իշխանության անունից եւ լծակներով։ Սա անթույլատրելի է։ Սա ոչ միայն հետեւաբար, այս մասով հասարակության առողջ դիրքորոշումը միայն եւ միայն ողջունելի է, այսպես կարող եմ ասել։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։